ստեղծել մեր խաշլաման հնդկահավի թևիկներով։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Ինչպես սրանից առաջվա հոլովակում ասեցի, որ գնացել առևտուր եմ արել, հավ եմ արել, հավի թև եմ արել, սիրելիներս, բայց մի բան պատմեմ, ուշքից կգնանք։ Ուրեմն ես այդ հավի թևն ու հավը թողել էի սառնարանը, գնացել էի գործի, այնտեղից զանգեցի տղայիս ասացի, որ կգնանք տուն, այդ ներքևից կհանեք խոլոտ սարցախցի կդնենք։ Հա, դրել եմ, հիմա ես առավոտը հանել եմ, այ մարդ, ես լրանում եմ հավի թև եմ արել, բայց ստեղ հավի թև չի, հինդուշկի թև է, հապլիկ հինդուշկի թև է, զանգել եմ տղայիս ասում լսի, ես հավի թև էի արել, էդ ոնց եղավ հինդուշկի թև, ծիծաղում է ասում է, ման ջան, էդի մենք ենք արել, էդի թող քո հավն ու հավի թևը միասին ա դրած, ասացի թողնեմ ինչ անեմ, արդեն եսի հալեցրել եմ ես, ուղղակի զանգել եմ ասել, որ ձեր սրտով ինչ եք ուզում, այն ձևի պատրաստեմ, իրանք խաշլամա են սիրում, հիմա ես լավ լվացել եմ, կարտոֆիլը մաքրել եմ, սոխը մաքրել եմ, հիմա մնում է, որ ես արդեն ջուրը գրել եմ եռումա, ես մի հատ տնեմ մի 5 րոպե եռա, այդ առաջի ջուրը կատարկ եմ, նոր տնեմ, որ երբ չեմ կարող, որ թողնում եմ մերոնց, իրանք հենց այդ առաջի ջրով էլ պատրաստում են, ես չեմ կարողանում ուտել, որ ասեմ զզվում եմ, առաջ մեր տնական հավերը, ատեն չեմ զզվել, սարքել եմ, բայց մի որ չես իմանում ինչ եմ տալիս, որտեղ ա գցած, ինչ ա գցած, չես կարող, էլի ուտեց բանանես, օգտագործես, մի քիչ ջուր ավելացրեցի, թող մի 10 րոպե եռա, 10 րոպե եռա, ջուրը կդատարկեմ ու նոր մեր խաշլամեն կտրտեմ սիրու շարովի կանեմ, դե կհանդիպենք մի քիչ հետո սիրելիներս, սիրելի հետևորդներ, մեր արդեն հինդուշկի թևերը, հնդկահավի թևերը խաշված են, հիմա շարում ենք, ուրիշ տավարի մեջ, ինչ ենք անում, առաջինը դնում եմ, երկու հատ լանդովի լիստ, տափուն տեր եմ, հվանում եմ նոր, հետո, չգիտեմ ստեղծել հատիկներ ունեն, թե չէ, ամեն քանից մեջ, ոնց որ շունը, սև հատիկներ, հա, ունը կտավ ոնց սև հատիկներ են, սև պղպեղի, սև հատիկները, մի քանի հատ դնում եմ, իրանք ուզածով եմ անում, իրանք ոնց սիրում են, այդ տեսակետ ես եմ անում, սրանից հետո, ինչ ենք անում, կարտոֆիլը կտրատում եմ, ասած մեծ եմ դնելու, որովհետև որ եփվի, իսկ կարող եմ սաղսաղել դնել, այս չափսել, բայց ավելի լավ այս ձևով կտրատեմ,
Երևում է, այս տանակը լավ չի, այս տանակը կտրը, մի հատ սեզ մեջից կիսեմ, այս կարտոֆիլը ես չգիտեմ դուք ոնց եք կտրում, լակ որ սենց կտրում եք մի անգամ էլ եմ ասեմ, ինքը շուտ է եփվում, բայց որ սենց եք կտրում, այդքան շուտ չի եփվում։ Դրա համար այդպես եմ անում, որ կարտոֆիլը շուտ չեփի, լղջվի, հավի թևերը մնա։ Հավ եմ ասում, հետա հավի թևերը մնա առած եփվելու։ Կարտոֆիլը դրեցի։ Կարտոֆիլը շարեցի։ Հիմա կշարեմ, կարող է այս թավան, այս կացան բան լինի, փոքր լինի, դրա մի հատ տեսնենք։ Ես որ եփվել է իրան այրունը, որ դուրս է հանար, այստեղ մնացել է։ Սենց կանեմ սարը ջրով կլվանամ, որ խաշլամի ջրի մեջ չխառնվի, համար չի հերիքելու, եսի փոքր էր ես կացսա, լավ է, ես մեկը լվանամ, սրա մեջ տնեմ։ Նրա մեջ կդնեմ, են մեկը լվանամ, տեղափոխեմ ընդեր, որովհետև ստեղ ենա փոքր եղավ։ Կացա լվացա, հիմա շուտ կտամ բոլորը ընդեղ։ Թողնեմ, որ լվեմ։ Սի մեծ օտա է, փոշոր ավելի։ Հիմա հեշտությամբ դասավոր եմ։ Ջուրն ստեղ երացրել եմ ես, բայց վերում մի քիչ էլ թող երաց, տեղ այդ կարաքի պաչկեն է, որ կարաքը վերջացել է, ափսոս է, էլի մի հատ տաք ջրով հալեցնենք, որ լցնենք վրան։ Սրա վրա ավելացնում եմ սոխ, սոխը մանդր չեմ կտրտելու, համարյա 2-3 մասի եմ բաժանում, որ համտեղ։ Մոցնում եմ արանքները, սկզբից պետք է սոխը դրած լինեի, բայց ոչինչ։ Ցրի արանքները։ Ստեղ մի 2 բջիջ սխտոր ունեմ։ Սխտորն եմ կտրտեմ լցնեմ։ Եթե տունը չորացրած ռեհան ունեք, կարող եք ռեհանել մի փուջուր ցամը, լավ չգիտեմ մնացել է, վերջացել է, հա մի քիչ ունեք։ Շատ փուջուր։
կաթ, համեմունքներից մի քիչ կարմիր պղպեղ կավելացնեմ, մեկ թեյի գթա, աղ կավելացնեմ, մոտավորապես այս չափ, որ պակասի նորից կավելացնեմ, այս մսային համեմունքներից խմելի սունելի գերջին է պաչկետ սային այսպես էլ բան չկա ավելացնելու, մեկ էլ բան կանեմ մեկ էլ թան կանաչի կավելացնեմ, մի հատ էլ բանը ռիգանի ավելացնենք մի բուջուր էլ շորացրածից ռիգանի ավելացնեմ մի քիչ էլ ես կծու պղպեղից ավելացնեմ շատ քիչ հիմա այս կարակը հալվեց ասի շատ լավ է այս հալված կարակով կավելացնեմ սա կգցեմ մի կողմ ստեղ կարակ ունեմ դրած դե ինքն իրան ջուրը յուղը հանելու է թևերը մի քիչ կարակ դնենք հերիքա այսպես ու և ջուրն ենք ավելացնում դնենք ես ուժերի վրա երբ որ կերա տակը կցածրացնենք ժողովուրդ ջան ինձ թվում է մոռացել էի կամերաս շրջեմ երևի չի երևացել, հիմա այստեղ ցույց կտամ, որ ինչ եմ ավելացրել դուք լսեցիք, որ գլուխ սոխն էր, մի բուջուր չորացրած ռեհան, այդ հունական կանաչին չորացրած, անունը մոռացա այս րոպեին, մի բուջուր կծու պղպեղ, կարմիր պղպեղ աղացած, սև հատիկներով լցրել էի, դափնու տերևը դրել էի սիրելիներս, դե հիմա ջուրը լցնեմ։ Ջուրը այնքան եմ լցնելու, որ ծածկի, որ այս թևիկները եփվի։ Հետո որ մի քիչ կերա, արդեն վերև ներքև կանենք, կարտոֆիլը վերև կլնի, միսներ, թևիկներն էլ տակը կանցնի։ Հիմա այս մոմենտում էլ ձեզ ցույց տամ ջուրն ինչքան եմ լցրել, այս էլ մեր տեսակը պատրաստելու։ Հիմա սիրելի հետևորդներ կմիանանք, չէ որ պատրաստ լինի։ Հորացա ասել, որ եփվելուց հետո արդեն որ երևում է, որ եփվել է, մի քիչ թարմը կանաչի կտրտել, խառը կանաչի է։ Եվ մաղադանոս կա, և սամիթնա, մի կարող ասեք, չի երևում, ասի սամիթը, էսի համեմա, ասի մաղադանոսը։ Այս
Ես էլ կտրպենք պատրաստ լինի։ Մեր կանաչին կտրտած պատրաստ է։ Կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, մեր խաշլամեն կիսայեփա, արդեն անուշ քույրը տարածվել է խոհանոցով մեկ, վայ չուտողի։ Իրան անուշ քույրի ձերևում է, որ մեր խաշլամեն շատ խավով է լինել։ Ահր համնել եմ տեսել, տեղը տեղին ամենից սիրելի հետևորդներ ջան։ Մի հատ տեսնենք։ Համը տեղը տեղին է, հիմա երբին։ Երեմի հլավոր երբել ավտում։ Որ ասում են տակնու վրա անենք, կարտոֆիլը վերևն անենք, հավի թևերը տակն անենք։ Այսպես հանենք վերև կարտոֆիլը։ Կարտոֆիլը տենում ես համարի արդեն երկված է։ Չի կարտոֆիլն էսքաններ, որ էսքանը դու սելավ ջրի ես։ Մի րոպե։ Ես այս կողմի վրա են եկել։ Կարտոֆիլը արդեն երկված է։ Ունումա թևերը եկել։ Այս կարտոֆիլները դնենք վերևը, որ շատ չխաշվի։ Այս թևերը հեցնենք տակ։ Ոնց, տակում եմ կծում, էլի վերևն եմ բարձրանում, այս թևերը։ Երևի արդեն ժամանակն է, որ թարմ կանաչին լցնենք։ Ինքը միջև կերպվի, մենք մի հատ նորից թեյ խմենք, տև առավոտը մի անգամ խմել եմ, նորից եմ ուզում թեյ խմել, օյ, ոնց որ թեյի կարիք ունեմ, չգիտեմ,
Սիրելի հետևորդներ, դուք էլ թեյ դրեք, որ միասին խմենք, մոռացել եմ սկզբից ասեմ, սիրելիներս, ովքեր առաջին անգամ են միանում իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել, չմոռանալ զանգակ կոճակը, սիրելիներս, ես շատ սիրում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես ձեզանից շատ շնորհակալ եմ իմ հոլովակները լայքելու, մեկնաբանությունների համար, ձեր ճիշտ և լավ խոսքերի համար, բոլորիցս շատ շնորհակալ եմ, բոլորիս շատ սիրում եմ, սիրելիներս, դրանքերին միջև որ եփվի, նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, մեր խաշլամեն ոնց որ եփվել է, ես ստեղ խավի թևի հանել եմ, ընկահավի, արդեն միսը եփված է։ Շատ համով է ստացվել սիրելիներս։ Կարող եք ձեզ ցույց տամ։ Չեմ լցնելու ափսեն հատուկ, որովհետև տնեցիները այստեղ չեն, որ հյուրասիրեմ, ասես կմնա կացայի մեջ։ Մի հլը նայեք, ասեք ինչ և գույնն է սիրուն, Ենք գյուղոտ համով, շատ համով խաշլամայ է ստացվել, հնդկահավի թևերով։ Սիրելի հետևորդներ ջան, վայ շոքեցի, սպասի խանամսա շոքա։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք, ովքեր առաջին անգամն են միանում իմ ալիքին, չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, կիսվել, սեղմել զանգակ կոճակը, ամենակարևորը սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։